Աստված հավատարիմ է, Դեյվիդ Վիլկերսոն, օր մարտի 11։ Աստծո խոստացված հանգիստը։ Ուրեմն մնում է մի հանգստանալ Աստծո ժողովրդի համար, որովհետև նրա հանգիստը մտնողը ինքն էլ հանգստացավ իր գործերիցը, ինչպես Աստված էլ իրեններիցը։ Եբրայեցիս 4:9-10 խոսքեր։ Միգուցե խորհեք, ինչ է նշանակում մտնել Աստծո խոստացված հանգստի մեջ։ Ինչպիսին պետք է լինի այն իմ կյանքում։ Ես աղոթում եմ, որ Աստված մեր աչքերից մաքրի թեփերը և օգնի մեզ հասկանալ դա։ Բայց պարզ ասած, նրա խոստացված հանգստի մեջ մտնելը նշանակում է լիովին վստահել, որ Քրիստոսն արել է մեզ համար փրկության ողջ գործը։ Մենք պետք է հանգստանանք նրա փրկարար շնորհի մեջ, և դա միայն հավատքով։ Ահա թե ինչ նկատի ունի Տեր Հիսուսը, երբ հրավիրում է մեզ. «Ինձ մոտ եկեք ամեն վաստակածներ և բեռնավորվածներ, և ես հանգիստ կտամ ձեզ» Մատթեոս 11:28 խոսք։ Դա նշանակում է հանգիստ ձեռք բերելու համար բոլոր ֆիզիկական ջանքերի ավարտը, և դա նշանակում է լիովին ապավինել Տեր Հիսուսին, որ նա ամեն բան արդեն արել է մեզ համար։ Մեր պայքարը արյան ու մարմնի դեմ չէ։ Հին Կտակարանը հստակ ասում է, որ պայքարը տեղի ունենում հոգևոր ոլորտում։ Անընդհատ Իսրայելը դատարկ ու ապարդյուն խոստումներ էր տալիս Աստծուն. «Մենք ուզում ենք քեզ ծառայել, Տեր, ինչ որ մեզ պատվիրես մենք կպահենք»։ Սակայն պատմությունն ապացուցում է, որ նրանք ոչ սիրտ ունեին, ոչ էլ կարողություն պահելու իրենց խոստումները։ Աստված ստիպված եղավ խլել իրենց ողջ հավատը, որ ունեին իրենք իրենց հանդեպ։ Այն ամենը, ինչ մեզ անհրաժեշտ է, գալիս է մեր թանկագին Տիրոջ ներկայությունից։ Պողոսն ասում է, որովհետև մենք նրանով ենք ապրում և շարժվում և կանք։ Գործք 17:28 խոսք։ Սա խոսում է շարունակական շփման մասին։ Խաչի վրա տարած հաղթանակի շնորհիվ մեր Տերը իրեն հասանելի դարձրեց մեզ համար ցերեկվա և գիշերվա յուրաքանչյուր ժամին։ Մենք բոլորս պետք է որոշում կայացնենք և ասենք. «Ես Քրիստոսի հանգիստն եմ ուզում, ես ուզում եմ զերծ լինել ֆիզիկական ամեն ինչից, ուստի կշարունակեմ առաջանալ նրա ներկայության մեջ և պահանջել այն, ինչ պատկանում է ինձ։ Ուզում եմ, որ Տեր Հիսուսը լինի իմ ամենը, իմ բավարարվածության միակ աղբյուրը և իմ հոգու հանգիստը»։